Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Պարոն Ղևոնդյան, հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է, վարչապետը ուղերձ է հղել։ Ուղերձում հետաքրքիր հատվածներ կան, հատկապես, որ ուզում եմ դրանց անդրադառնանք։ Վարչապետը խոսում է այն մասին, հղում անելով նաեւ պատմության դասագրքին, որ մեծ եղերնը հայ ժողովրդի միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է եւ նաեւ նշում է, որ պետություն եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանությունը կրկին տեղի չունենա։ Նախ հասկանանք ինչ խարդավանքների մասին է վարչապետը խոսում, որովհետեւ երբ մենք խոսում ենք ցեղասպանության մասին, կարծես թե դրան միայն էմոցիոնալ տեսանկյունից ենք նայում, չենք փորձում վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ, ինչու եւ հատկապես ինչ խարդավանքների մասին է խոսում վարչապետը։ Նախ կցանկանայի հստակ փաստենք, որ անկախ նրանից թե որն է պատճառը, մեծ եղերնը եւ հայոց ցեղասպանությունը, այսպես անվանենք ավելի ճիշտ է, միջազգային հանցագործություն է եւ կա փաստացի հանցագործ եւ դա Թուրքիայի այդ ժամանակվա կառավարությունն է եղել, որը հանցանք է գործել, միջազգային հանցանք է գործել եւ սա ընդհանրապես քննարկման առարկա չէ։ Անկախ դրդապատճառներից ընդ որում մարդկության դեմ հանցագործություն է եղել եւ դրա հետևանքները կրում ենք բոլորս։ Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում կա ընտանիք, որը չունի նման պատմություն, որի նախնիներից որևէ մեկը չի դուժել ցեղասպանության հետևանքով։ Բայց ես հասկանում եմ վարչապետի մոտեցումները, որովհետև ինքս բավական շատ ուսումնասիրել եմ, բավական հիմնավոր ուսումնասիրել եմ ցեղասպանությանը նախորդող 100-200 տարիների գործընթացները, որոնք տեղ են ունեցել եւ այո, ես համաձայն եմ, որ ցեղասպանության հիմքում տարբեր պատճառների հետ համատեղ ընկած է նաեւ հայ ժողովրդին որոշակի խարդավանքների մեջ քաշելու տրամադրությունը, իսկ որն էր դրա տրամաբանությունը։ Տրամաբանությունը հետևյալն էր, որ եղել էր իրադարձություն, այդ իրադարձությունը այն էր, որ Ռուսաստանը, որը քրիստոնյա պետություն էր, կարողացել էր Արևելյան Հայաստանի մի փոքր հատվածը, ոչ ամբողջությամբ Արևելյան Հայաստանը, գրավել Իրանից, Պարսկաստանից այն ժամանակ, որը իսլամական պետություն էր, եւ Թուրքիան եւս իսլամական պետություն էր, Թուրքիայի հայերի մոտ, որոշ մասի մոտ հույսեր էին արթնացել, որ քրիստոնյա Ռուսաստանը գուցե թուրքիական հատվածն էլ գրավի եւ իրենք ապրեն ոչ թե Օսմանյան Թուրքիան, որը իսլամական պետություն է, այլ ապրեն ռուսական կայսրությունում, որը քրիստոնյա պետություն է։ Թե ռուսական կայսրությունն է ավելի շատ խնդիրներ ստեղծել հայերի համար, Հայաստանի համար, հայկականության համար իր հայկական գուբերնիայում, որովհետև այն ժամանակ դա գուբերնիա էր, թե թուրքական Օսմանյան կայսրությունն է ավելի շատ խնդիրներ ստեղծել իր մոտ այդ վիլայետներում ապրող հայերի համար, սա այլ խոսակցության թեմա է։ Բայց այն, որ Ռուսաստանի ազդեցությունը որոշակի հույսեր է արթնացրել հայության մոտ եւ հետևաբար դրանի հակազդեցություն մտավախություններ եւ անհանգստություններ է առաջացրել Թուրքիայի մոտ, մենք տեսնում ենք պատմական փաստերով։ Սկսած 1823 թվականից, երբ առաջին փաստին եմ ես ականատես եղել, երբ Ադանայի քաղաքապետը նամակ է գրել Կարսի նահանգապետին եւ այնտեղ գրել է, որ հայերը կանգնած են մեր կոկորտին, տեսեք ուշադրություն դարձեք 1823 թվական, երբ արդեն ռուս-պարսկական պատերազմները ընթացքի մեջ են, դեռևս իհարկե Թուրքմենչայի պայմանագիրը չի կնքվել, բայց արդեն ռուսական տարը Կովկասում է եւ փաստացի ես պետք է այսպես անվանեմ, Հայաստանը առաջին անգամ բաժանվել է 3 պետությունների միջև, որովհետև մինչ այս, սկսած 387 թվականից, մեր թվարկության, երբ Հայաստանի առաջին բաժանումը եղավ, մնացած բոլոր դեպքերում Հայաստանը բաժանված է եղել 2 տերությունների կամ 2 ուժերի միջև։ Դրանք եղել են Պարսկաստանը եւ Բյուզանդիան, արաբական խալիֆաթը եւ էլի Բյուզանդիան, Օսմանյան կայսրությունը եւ Պարսկաստանը եւ այլն, այնտեղ այլ տարբերակներ են եղել, բայց միշտ եղել են 2 տերություններ։ Եվ փաստացի 1828 թվականից Թուրքմենչայի պայմանագրից, բայց ոչ թե փաստացի, այլ դե յուրե, իսկ փաստացի մի փոքր ավելի շուտ հայկական լեռնաշխարհը կամ այն հատվածը, որտեղ հայությունը ձևավորվել եւ զարգացել է, բաժանվեց 3 մասի. Պարսկաստան, Թուրքիա եւ Ռուսաստան։ Եվ ստացվում է, որ այդ ժամանակից տրամաբանությունը եւ գործընթացները ընթացան 3 ուժերի միջև հակասությունների սահմաններում։ Եվ այս 3 ուժերի միջև, ինչպես նշեցի, հայ ժողովրդի եթե կարելի այսպես ասել, ցանկությունները կամ իղձերը եւ այլն ազատագրվելու կապվել են հիմնականում այս 3-ից Ռուսաստանի հետ, որովհետեւ Ռուսաստանը քրիստոնյա էր, բացառապես այս հիմքով։ Ես ենթադրում եմ, որ Էջմիածինն էլ քիչ դեր չի խաղացել այս հարցում, հաշվի առնելով, որ քրիստոնյա երկիր է, իրենք էլ քրիստոնեական, ուրեմն
արժեքների կրող են եւ հայությունը քրիստոնեական արժեքների կրող է եւ Էջմիածինը, այո, այս երեքի մեջ նախապատվությունը տվել է Ռուսաստանին։ Ինչպես ասացի, հակառակ կողմից էլ մտավախություններ են առաջացել եւ այդ մտավախությունները տարբեր կերպ են դրսեւորվել։ Տեսեք, Պարսկաստանի մոտ այդ մտավախությունները որոշակի օբյեկտիվ հիմքերի վրա են եղել եւ այսօր մենք ունենք պարսկական համայնք Պարսկաստանում, հայկական համայնք Պարսկաստանում, Իրանում, որը ցեղասպանության չի ենթարկվել, որը լիիրավ ինտեգրվել է Իրանի հասարակությունում եւ այլն, Թուրքիայում այլ ուղղությամբ է զարգացել, հավանաբար Ռուսաստանի հավաքությունները թուրքական հատվածի նկատմամբ ավելի մեծ են եղել եւ թուրքական հատվածն էլ ավելի հետաքրքիր էր, ավելի ռեսուրսներով հարուստ էր եւ այլն, եւ Թուրքիայում հայությունը հավանաբար ավելի ագրեսիվ է եղել, թեև այս բառի համար գուցե ինձ քննադատեն, բայց այս ագրեսիվությունը ասելով նկատի ունեմ ավելի շատ է ցանկացել միանալ Ռուսաստանին, քան պարսկական հատվածի հայությունը։ Դա էլ բերել է թուրքական իշխանությունների կողմից ավելի մեծ հակազդեցության ի վերջո այդ միջազգային հանցագործություն։ Այսինքն մտավախությունը ավելի շատ եղել է ռուսական բանակի հետ կապված, որ այդ բանակը կարող է ինչ-որ պահի հայտնվել Թուրքիայում։ Ոչ թե մտավախությունը եղել է, որ ռուսական բանակը կարող է հայտնվել Թուրքիայում, ընդ որում ռուսական բանակը Թուրքիայում հայտնվել է, գիտենք նույնիսկ Վանն են գրավել եւ այլն, այլ այստեղ խնդիրն եղել է այն, որ իրենց քաղաքացի հայերը ավելի շատ համակրում են Ռուսաստանին, քան ցանկանում են լինել քաղաքացի եւ դա նշանակում է, որ ռուս-թուրքական պատերազմների ընթացքում հայերը կարող են դեր խաղալ, առավել եւս բավական հոծ տարեր հայությունը Արևմտյան Հայաստանում եւ Արևելյան Հայաստանի ինչ-որ մի հատվածում, որը թուրքերի իշխանության տակ էր եւ կար որոշակի անհանգստություն, այդ անհանգստությունը փարատելու տարբեր ձևեր կային։ Թուրքիան, Օսմանյան կայսրությունը ընտրեց ամենավատ ձևը ցեղասպանության միջոցով հանցագործություն գործել։ Այն դեպքում, որ կային այլ ձևեր եւս, օրինակ բարենորոգումներ կատարել, ընդ որում դրա մասին եւ Ստեֆանոյում եւ Բերլինում բարենորոգումների մասին խոսակցությունները կային։ Երիտ թուրքերը առաջարկում էին բարենորոգումներ դաշնակցության հետ համաձայնությամբ հեղափոխություն կատարելով Օսմանյան կայսրությունում, բայց հետագայում նրանք հավանաբար շատերը կասեն թուրքական բնավորության համաձայն, ես կնշեմ, որ գուցե բնավորությունը որոշակի տեղ ունեցել է, բայց նաև աշխարհակաղակական զարգացումներն են դրա հնարավորությունը տվել, նրանք ընտրեցին հանցագործության ճանապարհը, բնականաբար այդ հանցագործությունից նրանց որևէ մեկը ազատել չի կարող, դա ժամկետ չունեցող մարդկության դեմ հանցագործություն է, բայց մյուս կողմից պետք է նշել, որ իրադարձությունները զարգացան այս տրամաբանությամբ եւ այստեղ քիչ չէր նաեւ հիմքերից մեկն էլ նաեւ այն էր, որ հայությունը իսկապես ուրեմն ներքաշվել էր որոշակի աշխարհակաղակական խարտավանքների մեջ։ Եվ պարոն Ղևոնդյան, մեկ բան էլ, որ հատկանշական է ընդգծել, որ պետություն չունենալու պայմաններում էր այդ ամեն ինչը տեղի ունենում։ Տեսեք, այստեղ պետություն ունենալը էական չէր, այստեղ խնդիրն այն էր, որ հայության մի հատվածը ապրում էր քրիստոնյա երկրի տակ, այսպես ասենք, մյուս հատվածը ապրում էր մուսուլմանական երկրի տակ, եւ կրոնական գործոնը շահարկվում էր, որպեսզի այս մյուս հատվածում, մուսուլմանական հատվածում հայերը իրենց համակրանքը արտահայտեն կամ իրենց մոտեցումները արտահայտեին այն ուժի նկատմամբ, որը պատերազմի մեջ էր փաստացի այս մուսուլմանական երկրի հետ։ Բայց նորից եկեք անպայման ուշադրություն դարձնենք եւ հստակ նշենք, որ սա գործոններից ընդամենը մեկն էր եւ նույնիսկ այս պայմաններում կարելի էր հանցագործության միջոցով այդ հարցը չլուծել, որովհետեւ տարբեր հնարավորություններ, տարբեր տարբերակներ կային խնդիրը լուծելու, բայց թուրքական կամ այն ժամանակ օսմանյան կառավարությունը որոշեց հանցագործություն կատարել։ Եվ քանի որ ազգային ժողովի նախագահն էլ է անդրադարձել ցեղասպանության 111-րդ տարելիցին եւ իր ուղերձում նշում է, որ կրկին ցեղասպանությունը կամ դրա նախադեպը չկրկնվելու համար կարևոր նախապայմաններ են պետություն ունենալը եւ խաղաղությունը եւ նաեւ նշում է, որ սքալուն զուգահեռ պետք է հետեւություններ անենք, հասկանանք թե ինչ տեղի ունեցավ, ինչու։ Մենք արդյոք հետևություններ արել ենք, պարոն Ղևոնդյան, եւ արդյոք հիմա ճիշտ ճանապարհին ենք, ճիշտ ճանապարհով ենք շարժվում, որպեսզի ինչպես թե վարչապետն է խոսել այդ մասին, թե Ալեն Սիմոնյանը թույլ չտանք, որ նման բան տեղի ունենա նորից։ Տեսեք, նման բան տեղի ունենալ չի կարող, քանի դեռ Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի, այսինքն պետությունը ինքն իրենով արդեն կանխում է ցեղասպանությունը, պետությունը կարող է պատերազմի պատճառ կամ պատերազմի պայմաններում խնդիրներ ունենալ, բայց երբ կա քո պետությունը, երբ դու կառավարում ես քո պետությունում, ցեղասպանություն լինել չի կարող։ Եվ այդ պատճառով պետությունը կարևորագույն եւ բարձրագույն արժեքն է այն հանրույթի իր բոլոր ինստիտուտներով, սկսած
չգիտեմ, հասարակությունով, սկսած իր ավանդույթներով, սկսած իր կրոնով, այսինքն հայ առաքելական եկեղեցու համար, հայ հասարակության համար, Հայաստանի Սփյուռքի համար, բոլորի համար պետությունը այն բարձրագույն արժեքն է, որը հնարավոր է ձևավորել։ Եվ հենց դրա համար, ինչը ես նշեցի, որովհետև այդ պետությունը թույլ չի տա, որպեսզի լինի ցեղասպանություն։ Նույնիսկ եթե պատերազմներ լինեն եւ պատերազմներում պարտվի պետությունը, միևնույն է այդ պարտությունը ցեղասպանության հանգեցնել կարող է շատ անհավանական զարգացումների դեպքում, եթե ամբողջությամբ այդ պետությունը փլուզվի եւ ժողովուրդը մնա միայնակ, ուրեմն թշնամու ուժերի առջև։ Եվ այո, ես համաձայն եմ եւս մեկ անգամ, որ մենք հետևություններ պետք է անենք, հետևություններից գլխավորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում հայ տարի իշխելը որևէ այլ ընտրանք չունեն եւ չեն կարող ունենալ, եւ եթե կան մարդիկ, ովքեր խոսում են, որ պետք է ինքնիշխանությունը զիջել ինչ-որ բանի դիմաց, այդ մարդիկ ուղղակի պետք է մեկուսացվեն հասարակությունից, հենց հասարակության կողմից։ Հասարակությունը պետք է նման մարդկանց ընդհանրապես հնարավորություն չտա զբաղվելու քաղաքական հասարակական գործունեությամբ։ Բայց ընդ որում քաղաքական ուժեր կան, որ չեն թաքցնում այդ մասին իրենց հայացքները։ Հենց նրանց նկատի ունեմ, նման քաղաքական ուժերը, նման մոտեցումները մեզ տանում են ընդհուպ նոր ցեղասպանության վտանգի, որովհետև եկեք նորից ես ձեզ հղումանալով ասեմ, որ այո, այնիշ տեղի ունեցավ 1915 թվականին, տեղի ունեցավ մասամբ նաև այն պատճառով, որ Հայաստան պետություն գոյություն չուներ։ Գոյություն ուներ հայություն, որը բաժանված էր, ինչպես ասացի, 3 պետությունների միջև։ Պետություններից մեկը որոշեց մեր դպրոցները փակել, մեր ժողովրդին ուրեմն արտագաղթ կազմակերպել Ռուսաստան հնարավորություններ ստեղծել եւ այլն, բայց չկոտորել։ Պետություններից մեկ ուրիշը որոշեց ինտեգրել իր հասարակության մեջ Իրանը, այն ժամանակ Պարսկաստանը, որոշեց դարձնել իրավ քաղաքացիներ, որոշեց իրենց որոշակի իրավունքներ տալ եւ այդպիսով այդ հարցը լուծեց։ Պետությունից մեկ ուրիշն էլ հանցանք գործեց։ Եվ տեսեք, 3 դեպքում մենք չենք խոսում հայության որոշումների մասին, խոսում ենք այլ պետությունների կողմից կայացրած որոշումների մասին։ Եվ ամենամյա ջահերովերթը պարոն Ղևոնդյան, որի ժամանակ նաև օրինակ Դաշնակցությունը 3 հստակ մեսիջներ էր հաղորդում, մեսիջը այն էր, որ Արցախ վերադարձ լինելու է, Իշխան Սաղաթելյանն էր առաջնորդում եւ քանիցս կրկնեց, որ այս երիտասարդները, որ հիմա դուք տեսնում եք ջահերով վերադառնալու են Արցախ, վերադառնալու են Արցախի հետևից եւ նաև այդ դրոշի այրելու ակցիան։ Ըստ ձեզ նախ վտանգավոր չեն նման հայտարարությունները այն դեպքում, երբ խաղաղության մասին խոսակցություն է գնում, գիտեք, հիմա էլ Արցախի թեման է բարբերաբար դաշտ բերվում եւ փորձ արվում շահարկել։ Գիտեք, որ Դաշնակցությունը մինչ այդ պատմական Հայաստանն էր հետ բերում, հղում անելով Արևմտյան Հայաստանին, Մուշը եւ Վանը, հիմա արդեն Արցախի մասին է խոսում։ Այսինքն Դաշնակցության մոտ ըստ էության ոչինչ չի փոխվել, բայց հասկանանք, թե այս թեզերը ուր կարող են տանել մեզ։ Գիտեք, վերադարձ ասվածը շատ հարաբերական հասկացություն է։ Կան օրինակ տարբերակներ, որ գուցե ինչ որ ժամանակ անց, չեմ կարծում որ մեր սերնդում, բայց հաջորդ սերունդներում կլինի իրավիճակ, երբ հայությունը կշատանա եւ այդ շատանալու արդյունքում կսկսի ապրել ոչ միայն բուն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ դրա շրջակա հատվածներում եւ կոնֆլիկտ օրինակ չի լինի։ Այսինքն պոզիտիվ մոդել կա դրա համար։ Կա որոշակի պոզիտիվ մոդել, բայց տեսեք ուշադրություն դարձեք, ես նշեցի, որ դա կարող է լինել հաջորդ սերունդներում, որովհետեւ առաջին հայությունը հիմա շատ չէ, հատկապես Հայաստանի Հանրապետությունում մենք շատ չենք։ Շատ ասելով ես նկատի ունեմ այնքան շատ, որ գոնե համադրելի լինենք հարևան պետությունների հետ։ Տեսեք, մենք ընդհանրապես 3 միլիոն ենք, Ադրբեջանը 10 միլիոն է, 3-ից ավելի անգամ, Թուրքիան ընդհանրապես 80-90 միլիոն է, Իրանը եւս։ Միայն Վրաստանի հետ կարելի է համադրել մեր քանակը, բայց այնտեղ էլ շատ են 5.5 միլիոն։ Եթե մենք կլինենք շատ, բնականաբար պետությունը կենթանի օրգանիզմ է, եթե շատանում է, այն մեծանում է։ Եվ դա ապացուցվում է պատմությամբ, ընդ որում նաև Հայաստանի Հանրապետության կամ մեծ հայքի կամ պատմական Հայաստանի պատմությամբ։ Եթե նման վերադարձի մասին է խոսքը, ապա նման վերադարձը ժամանակի պատմության հարյուրամյակների ընթացքում բազմաթիվ դեպքերում հայությունը տեսել է եւ կարող է լինել։ Բայց ես չեմ կարծում, որ Չէ, հստակ է ուղերձը, որ պատերազմը չի խոսում, չեմ կարծում, Դաշնակցությունը խոսում է նման ժամանակի ընթացքում էվոլյուցիոն, եթե կարելի է այդպես անվանել, վերադարձի մասին, Դաշնակցությունը խոսում է պատերազմի միջոցով ինչ որ բան Հայաստանին կցելու մասին, ինչը հնարավոր չէ այսօր։ Ինչու հնարավոր չէ։ Ես արդեն նշեցի, որովհետև մենք 3 միլիոն են, Ադրբեջանը 10 միլիոն է, որովհետև մենք նայեք քարտեզին, մենք ունենք այսքան, Ադրբեջանը ունի այսքան։ Մենք ունենք այսքան տնտեսություն, Ադրբեջանը ունի այսքան տնտեսություն։ Որպեսզի դու կարողանաս պատերազմ հաղթել, դու պիտի առավելություն ունենաս
այլ պետության նկատմամբ այն էլ մի քանի անգամ։ Ադրբեջանը ինչպես կարողացավ 44-րդ պատերազմ հաղթել։ Ադրբեջանը ձևավորեց այդ առավելությունը 26 տարիների ընթացքում։ Եվ այդ 26 տարիների ընթացքում ունենալով այդ առավելությունը եկավ եւ Արցախը վերցրեց։ Հայաստանը դա անել այս պայմաններում չի կարող եւ դա ապացուցվում է մեր վերջին 30-35 տարիների պատմությամբ։ Այն իրավիճակում, որը գոյություն ունի, փակ սահմանների պայմաններում, Ռուսաստանից կախվածության պայմաններում, ընդ որում Ռուսաստանից, որը ինքը տեխնոլոգիապես հետամնաց երկրներից մեկն է երկրագնդի վրա, եւ բոլոր այն պայմաններում, որոնք մեզ ուղեկցել են վերջին մեր 30 տարիների կյանքի ընթացքում, Հայաստանը ունենալ առավելություն Ադրբեջանի նկատմամբ, առավել եւս Թուրքիայի նկատմամբ չի կարող։ Ինչը նշանակում է, որ մենք պետք է փորձենք 2026 թվականին, որովհետև հիմա 2026 թվականն է ընթանում, լուծել 2026 թվականի խնդիրները։ Դրանք են 2026 թվականի խնդիրները։ Ունենալ բաց սահմաններ, ունենալ առևտուր, ունենալ հնարավորություն տնտեսությունը զարգացնելու, աճեցնելու եւ ունենալ շատ երեխաներ։ Երբ մենք կանցնի 100 տարի, կանցնի 200 տարի, կանցնի 500 տարի, մենք ասլևս նկատի ունեմ Հայաստանը, հայությունը, երբ կունենանք այնքան հնարավորություններ, որ կարողանանք այլ որոշում կայացնել, այդ ժամանակ մեր սերունդները կայացնեն իրենց որոշումը։ Գուցե նրանք որոշում են, որ ճիշտ է մենք հասել ենք 50 միլիոն, Ադրբեջանը մնացել է 10 միլիոն տեսականորեն եւ կարող ենք Արցախը վերցնել, բայց չենք ուզում, հարևաններ ենք, ուզում ենք իրար հետ բարեկամանանք կամ եղբայրանանք, չգիտեմ, 100 տարի կամ 500 տարի հետո։ Գուցե հակառակը որոշեն, որ գնում ենք ոչ միայն Արցախն ենք վերցնում, մի բան էլ Նախիջևանն ու Գարթնակն ենք հետ վերադարձնում կամ կացում Հայաստանին։ Դա իրենց որոշումն է, բայց դա 2026 թվականի որոշում չէ։ 2026 թվականին որոշումը պետք է կայացվի 2026 թվականի ռեսուրսներին համաձայն։ Այսինքն այն տրամաբանությունը, որ որոշ նաև քաղաքական ուժեր փորձում են հրամցնել նախընտրական տրամաբանության մեջ, պարոն Ղևոնդյան, այն է, որ հետ ենք բերելու Արցախը պատերազմի ճանապարհով, ընդ որում մանրամասնում են 29000-ը մեզ բավարար չէ, մենք չպետք է պարփակվենք այս տարածքներով, հստակ մեզ տանում է դեպի պատերազմ, որը լավ ելք չի խոստանում առնվազն մեզ համար։ Գիտեք, ես չէի ասի, որ դա հստակ մեզ տանում է որ դեպի պատերազմ, ինչու, որովհետև մեկ բան է ինչ հայտարարում են եւ մեկ այլ բան է երբ գալիս են իշխանության։ Ընդ որում մենք դա տեսել ենք բոլոր իշխանությունների դեպքում, այդ թվում այս իշխանության դեպքում։ Օրինակ սահմանադրության փոփոխությունը խոստում էր 2018 թվականին, բայց 2026 թվականին դեռ այդ խոստումը կատարված չէ։ Եվ այս դեպքում էլ շատ հնարավոր է որ նրանք կան իշխանության բացարձակապես այլ տրամաբանությամբ վարեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պատերազմ չգնան։ Օրինակ շարունակեն Նիկոլ Փաշինյանի կուրսը, դա էլ է հնարավոր։ Որևէ մեկը Կարապետյանի ուժը կարող է գալ եւ շարունակել։ Տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է մեկ այլ բան, հնարավոր է որ Մոսկվան շարունակի Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը եւ այլևս Սամվել Կարապետյանը լինի ընդհանրապես գործիք Մոսկվայի ձեռքում քաղաքական առումով եւ Մոսկվայից որոշեն որ այո ցանկանում են իհարկե տրիպ այլևս չի լինի, բայց տրիպի փոխարեն տրիպի նման մի բան իրենք են ցանկանում անել, կան եւ անեն եւ դրանից հետո արդեն Սամվել Կարապետյանին Կրեմլից ինչ կզանգեն կասեն, դա էլ Սամվել Կարապետյանը կանի։ Սա էլ հնարավոր տարբերակ է եւ այդ դեպքում օրինակ Ադրբեջանից այլևս չեն կապվի մեզ հետ, օրինակ քաղաքահասարակությունը չի գահանդիպի մեր քաղաքահասարակության հետ, այլ այսպես կոչված իհարկե քաղաքահասարակությունը իրենց դեպքում դա որոշակի վերապահումով է պետք ասել, այլ կգնա կհանդիպի այսպես կոչված Ռուսաստանի քաղաքահասարակության հետ եւ այնտեղ կքննարկի Հայաստանի հետ ինչ անել։ Այսինքն Հայաստանը ինչ որ իմաստով այդ սցենարի դեպքում դերակատար չի լինի։ Կա նաև այդպիսի տարբերակ։ Տեսեք, դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ոնց կշարունակենք, շարունակի Մոսկվան։ Մոսկվան կարող է դա շարունակել եւ ուղղակի այնտեղ տրիպի փոխարեն գուցե կոչվի Պուտինի ուղի կամ այդպիսի ինչ-որ մի բան, դա էլ հնարավոր տարբերակ է։ Տեսեք, ես ինչ եմ ցանկանում ասել, դաշնակները երբ ասում են, որ 29743-ը մեզ բավարար չէ, եկեք հիշենք, էլի վերջին 1000 տարվա ընթացքում, սկսած 1045 թվականից, երբ մենք պետականությունը կորցրինք, երբ մեր վերջին թագավորը բանտարկվեց, Հայաստանի հայկական լեռնաշխարհում կոնկրետ Հայաստանի որ պետությունն է ճանաչվել կամ ինչ չափերով պետություն է ճանաչվել վերջին 1000 տարվա ընթացքում։ Մեկ Բաթումի պայմանագրով 10000-ից մի փոքր ավելի քառակուսի կիլոմետր եւ 2 29743։ Այսինքն մենք եթե այս 29743-ը ֆիքսում ենք օրինակ խաղաղության պայմանագրով Ադրբեջանի հետ, այս 29743-ը լինում է վերջին 1000 տարում մեր ամենամեծ պետությունը, որ մենք ունեցել ենք հայկական լեռնաշխարհում, իհարկե Կիրիկյան հայկական լեռնաշխարհում չէ։ Ինչը նշանակում է, որ կա որոշակի դրական դինամիկա։ Ով ասաց, որ եկեք ուշադրություն դարձնենք դարերը, ով ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետր է եւ այդքան էլ մնալու է։ Եթե մենք օրինակ շարունակենք 30 տարվա նման քանդել մեր պետությունը, վաղը փոքրանալու է էլի։
Եթե մենք շարունակենք զարգանալ, աճել, շատանալ, դարեր հետո այն մեծանալու է։ Հասկանում եք, այստեղ խնդիրը այն չէ, մենք նման նպատակ դնում ենք, թե չենք դնում։ Պետությունը կենդանի օրգանիզմ է։ Եթե դու պետությանը կերակրում ես, այն ժամանակի ընթացքում քաղաքական, աշխարհակաղակական իրադարձությունների արդյունքում մեծանում կամ փոքրանում է։ Կախված նրանից, թե դու ինչպես ես կերակրել քո պետությանը։ Եվ այստեղ նպատակադրման խնդիր չէ, այստեղ խնդիրն այն է, դու քո պետությանը ոնց ես վերաբերվում։ Եթե դու քո պետությանը վերաբերվում ես որպես կենդանի օրգանիզմ եւ կերակրում ես այնպես, որ պետությունը զարգանում է, շատանում է, մեծանում է, հնարավորություն մեծանում է չափերով չէ։ Տնտեսությունն է մեծանում, հնարավորություններն են ավելանում, ավելի շատ գումարներ է սկսում աշխատել պետությունը, այդ ավելի շատ գումարները դառնում են բանակի ավելի լավ կառուցվածք, ավելի շատ զենք, ավելի շատ տնտեսական հնարավորություններ, ավելի շատ արտաքին կապեր եւ այլն ժամանակի ընթացքում իրադարձությունները փոխվում են այսպես թե այնպես ոչինչ այս արևի տակ մշտական չի իրադարձությունները փոխվում են այնպես որ հնարավորություններ են առաջանում ինչպես եղավ 1991 թվականին տեսեք 1970 թվականին որևէ մեկի մտքով կանցներ որ 26 տարի Արցախը լինելու է մեր վերահսկողության ներքո եթե այդպեսի բան ասեին ուղղակի կծիծաղեին այդ մարդու վրա Եվ նաև մեծի տան Կիլիկիո կաթողիկոսն է ուղերձղել, կաթողիկոսն էլ ասում է, որ պիտի հայ ժողովրդի պահանջատիրությունը շարունակվի, այսինքն հայ ժողովրդը պիտի շարունակի մնալ պահանջատեր, այստեղ էլ կրկին ավելի շատ տեքստը քաղաքական է, քան հոգևոր առաջնորդի տեքստ է, բայց այնուամենայնիվ, պարոն Ղևոնդյան, գիտեք, որ նաև այս իմաստով շահարկումները շատ են, ուզում եմ հարցին նաև այլ տեսանկյունից նայենք, տեսեք, նույն եկեղեցու հետ կապված այս գործընթացը, որը նաև քաղաքացիական պայմանագիրը ներառել է իր նախընտրական ծրագրում մեկնաբանվում է այնպես, որ եկեղեցին բարձրաձայնում է Արցախի մասով հիմնախնդիրներ, ինչը այս իշխանությանը դուր չեն գալիս։ Իսկապես այդպես է, իսկապես կարծում եք, որ եկեղեցու վերնախավը թիրախավորվել է, որովհետև իրենք մտահոգված են Արցախի խնդրով, իսկ այս իշխանությունները ուզում են իրենց լռեցնել։ Հատկանշական է, որ վերջին օրերին Արցախում գիտեք, քանդվել են եկեղեցիներ, ինչի մասին մենք տեսնում ենք, որ առնվազն եկեղեցու վերնախավը լռում է։ Եկեղեցու վերնախավը թիրախավորվել է, որովհետև եկեղեցու վերնախավը մինչ այդ թիրախավորել էր Հայաստանի իշխանություններին։ Այսինքն եկեղեցին խախտել է սահմանադրությունը։ Եկեղեցին, տեսեք, սահմանադրությունում գրված է, որ հայ առաքելական եկեղեցին անջատ է Հայաստանի պետությունից, եւ հայ առաքելական եկեղեցին խախտել է դա։ Քաղաքական հարվածներ է հասցրել իշխանություններին։ Իշխանություններն էլ իրենց հերթին հակառակ կողմից խախտել են եւ իրենք էլ հարված են հասցրել եկեղեցուն։ Բայց քաղաքական տրամաբանությունը հենց այդպեսին է, եթե դու քաղաքական հարված ես հասցնում, քաղաքական հարված էլ ստանում ես, անկախ դրանից դու եկեղեցի ես թե ինչ ես։ Այստեղ շատ կարեւոր մի ուրեմն նրբություն կա, որը պետք է անպայման հաշվի առնել։ Ես դրա մասին իմ խոսքում նշեցի հպանցիկ, բայց հիմա նորից ասեմ դրա մասին, ցանկացած ինստիտուտի բարձրագույն նպատակը եւ բարձրագույն արժեքը դա անկախ պետություն ունենալն է, որովհետեւ անկախ պետությունը իր հերթին բերում է ժողովրդի բարեկեցության։ Եվ դա վերաբերվում է նաեւ հայ առաքելական եկեղեցուն։ Իսկ հայ առաքելական եկեղեցին գոնե եկեղեցու այսօրվա առաջնորդները փորձում են իրենց դուրս տնել պետությունից։ Կան մարդիկ, օրինակ մենք մարզեր ենք այցելում հանդիպում ենք կան մարդիկ, անդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, ովքեր հայտարարում են, թե պետությունը կարող է չլինել, բայց եկեղեցին պետք է լինի։ Այդպես չէ։ Եկեղեցին կարող է չլինել, բայց պետությունը պետք է լինի, որովհետև բոլորը ծառայում են պետության բարձրագույն նպատակին եւ պետք է ծառայեն պետության բարձրագույն նպատակին։ Եկեղեցին իր դերը կատարել է նրանով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա, այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի եւ եկեղեցու դերը պետք է լինի բացառապես այն, որ Հայաստանի Հանրապետությունը ամրապնդի իր պետականությունը։ Այլ դեր պետականությունը քանդող եթե կատարում է որևէ մեկը հայ առաքելական եկեղեցում, նա ուղղակի պետք է հեռացվի հայ առաքելական եկեղեցուց եւ Գարեգին II-ը կարծում եմ ընտրություններից հետո կհեռացվի հայ առաքելական եկեղեցուց, որովհետեւ նա իսկապես թույլատնում է հայոց պետականությունը իր գործելավոճով, իր գործողություններով, իր բարեկամներով, ովքեր տարբեր երկրներում հակահայկական գործունեություն են ծավալում, սկսած իր եղբորից Ռուսաստանում եւ այլն։ Ինչ վերաբերում է նրան, որ հայ ժողովուրդը պետք է պահանջատեր լինի, գիտեք, ես այստեղ դեմ չեմ այս մոտեցմանը, որովհետև մեկ բան է հայ ժողովուրդը, մեկ բան է Հայաստանի Հանրապետությունը։ Հայ ժողովուրդ ասելով մենք հասկանում ենք հայությանը, որի մի մասը ապրում է Հայաստանի Հանրապետությունում, մի մասը այլ երկրներում, մի մասը Ռուսաստանում, Ռուսաստանի քաղաքացի է, մի մասը Ֆրանսիայի քաղաքացի է, մի մասը Միացյալ Նահանգների քաղաքացի է, եւ նրանք բոլորը կարող են պահանջատեր լինել։ Ես ինքս էլ, քանի որ իմ պապերը գաղթել են Արևմտյան Հայաստանից, ես ինքս այս առումով որոշակիորեն պահանջատեր եմ, բայց գոյություն ունի նաև պետություն եւ գոյություն ունի պետական քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետությունը որևէ բան չի պահանջում, բացի ներողությունից դեռևս Թուրքիայից եւ այդ որևէ բանը վերաբերում է օրինակ պատմական հողերին։
որովհետեւ պահանջելու դեպքում էլ եկեք ազնիվ լինենք։ Ենթադրենք մի օր Թուրքիան այդպես բարի կամք դրսևորի, Թուրքիայում գա իշխանության ինչ-որ մեկը, որը ինչպես ժողովուրդն է ասում, խելքը հացի հետ կերած լինի եւ ասի եկեք ես ձեզ տալիս եմ այս արևմտյան Հայաստանի այս հատվածը։ Չնայած այնքան էլ խելքը հացի հետ կերած չի լինի, հավանաբար շատ մեծ ստրատեգ կլինի։ Այն հատվածում գոնե որը օրինակ Վիսունյան Հայաստանի հատվածում ենթադրենք այդքանը ասեն հետ ենք տալիս, ապրում է 8-ից 9 միլիոն թուրք եւ քուրդ։ Ինչ ենք անելու մենք, որ հաջորդ ընտրությունների ժամանակ մեր նախագահը լինի հայ։ Ինչ ենք ցեղասպանություն ենք անելու այդ մարդկանց։ 3 միլիոնով 8-9 միլիոնի ցեղասպանելու ենք, ինչպես։ Նույնիսկ եթե այդպես մտածեն, չգիտեմ, դաշնակցություն կուսակցության կամ այլ կուսակցության ներկայացուցիչներ, կամ լավ, ցեղասպանություն չենք անելու, ինչ ենք անելու, որ սեպտեմբերի 1-ին մենք կարողանանք դպրոցներում հայերեն դասավանդել։ Ինչ է անելու այդ դեպքում Հայաստանը այդ 8-9 միլիոնի հետ։ Ինչ է անելու, որ ընդամենը մի քանի ամիս հետո սահմանադրական փոփոխություն չանեն եւ Հայաստանը չփոխեն դնել Քրդստան օրինակ։ Այսինքն սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել նման հայտարարություններ անելուց առաջ։ Հայաստանի պետությունը որևէ բան պահանջել այս բանը Թուրքիա չի կարող եւ օբյեկտիվորեն չի կարող։ Հայաստանի պետությունը չունի այդ հնարավորությունը։ Եվ մոտակա, չգիտեմ, մեր սերնդի, մեր կյանքի ընթացքում էլ կարծում եմ չի ունենալու այդ հնարավորությունը։ Ես նշեցի, եթե դուք ցանկանում եք, որ դիմում եմ ցանկացած մեկին, ով ցանկանում է, եթե դուք ցանկանում եք, որ ինչ որ ժամանակ պատմության կտրվածքում հայությունը շարունակի ապրել հայկական լեռնաշխարհում եւ ոչ միայն այս հատվածում, այլ նաեւ այլ հատվածներում, ուրեմն պետք է հայությունը շատանա։ Շատանալը իր հետ պետք է բերի տնտեսական հնարավորություն եւ հակառակը։ Տնտեսական հնարավորությունները պետք է աջակցեն, որպեսզի Հայաստանը շատանա։ Իսկ այդ հնարավորությունները երբ կարող են բացվել։ Կարող են բացվել այն ժամանակ, երբ սահմանները լինեն բաց, երբ առևտուր լինի, երբ Հայաստանի վրայով գնան արևմուտքի եւ արևելքի ենթակառուցվածքները եւ Հայաստանը կարողանա զարգանալ։ Ինչքան ավելի շատ զարգանա, տեսեք, ես ասացի բանակի մասին, տնտեսության մասին եւ այլն, բայց ամենակարևորը, ինչքան ավելի հարուստ լինենք, այնքան ավելի շատ երեխաներ կունենանք։ Իսկ փորձել այսօր 3 միլիոնով խոսել, որ մենք գնալու ենք Արցախ, գրավում ենք Վան, գրավում ենք Մուշ, գրավում ենք, նշանակում է վտանգի տակ դնել այդ 3 միլիոնին եւս։ Եվ պարոն Ղևոնդյան, նաև խոսեցիք, որ պետք է գնալ սահմանների բացման, նաև վերջին շրջանում շատ է խոսվում, գիտեք, ընդ որում կողմերից, երկու կողմերից, երեք կողմերից, թե թուրքիական կողմից, թե ադրբեջանական կողմից, թե հայկական կողմից, որ պետք է գնալ կարգավորման, խաղաղության, բայց այստեղ էլ էմոցիոնալ մակարդակում էլի փորձում են մեր վախերը մեր դեմ օգտագործել, գիտեք, հայտնի թեզը, հայտնի նարատիվը, որ Թուրքիան մեզ կուտի, եթե սահմանը բացվի, եւ այստեղ էլ գալիս է էլի մեզ փրկելու կամ փրկչի գաղափարը, վտանգավոր չեն արդյոք այսքան տարի հետո կրկին այդ վախերի վրա խաղալը եւ ընդ որում վախերի վրա նաեւ իշխանության գալը, որոշ ուժերի ինքնադրսևորվելը։ Իհարկե վտանգավոր է, Հայաստանի պետականությունը կասկածի տակ պետք է չդնել, իսկ նման վախերը տանում են Հայաստանի պետականությունը վտանգելուն։ Տեսեք, Թուրքիան մեզ կուտի հասկացությունը անհասկանալի է։ Ինչու՞, որովհետև ինչ պետք է լինի, եթե սահմանը բացվի։ Պիտի թուրքեր գան Հայաստան։ Թուրքերը Հայաստան գալիս գնում են 35 տարի, նրանք ուղղակի ուղիղ չեն գալիս, գնում են Վրաստանով են գալիս եւ գնում։ Նույնպես նաեւ հայերն են գնում գալիս։ Ոչ միայն գնում գալիս են, ես ձեզ ասեմ, որ պաշտոնապես Թուրքիայում ապրում եւ աշխատում է 100,000 Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագրով քաղաքացի։ Այսինքն նրանք Հայաստանի քաղաքացի, նրանք նույնիսկ ընտրելու իրավունք ունեն, կարող են գալ եւ ընտրել առաջիկա ընտրություններին, բայց նրանք ապրում եւ աշխատում են Թուրքիայի Հանրապետությունում։ Ես ավելին ասեմ, Թուրքիայում գործում է 18 հայկական դպրոց։ Այս պահին գործում է 18 հայկական դպրոց, որտեղ սովորում են բացառապես քրիստոնյա հայեր, ովքեր ապրում են Թուրքիայի տարածքում։ Ես չեմ ասում թուրքերը հրեշտակ են, թուրքերը հրեշտակ չեն եւ թուրքական տարը շատ կցանկանան, որ առավոտյան արթնանան եւ տեսնել, որ հայերը վերացել են, հայերը գոյություն չունեն։ Բայց կա օբյեկտիվ իրականություն։ Օբյեկտիվ իրականությունը սրա մասն է, որ թուրքերը կարող են գալ Հայաստան, թուրքերը կարող են Հայաստանում ձեռք բերել անշարժ գույք, թուրքերը կարող են Հայաստանում ունենալ բիզնեսներ ու կարողացել են միշտ, այնպես չէ որ նոր կարող են դա անել։ Կարող էին 1995 թվին, կարող էին 2005 թվին, կարող էին 2015 թվականին, կարող են նաև այսօր։ Միակ հարցն այն է, որ նրանք ուղիղ չեն կարողանում գալ դա անել, կարող են դա գալ անել Վրաստանով շրջանցելով։ Եվ ինչ տարբերություն նրանք ուղիղ կգան սահմանը կհատեն եւ Վրաստանին արանքում չեն հարստացնի, թե կգնան Վրաստան, Վրաստանի մաքսային գումար կտան, Վրաստանում կանցնեն, Վրաստանի, չգիտեմ, ենթակառուցվածքներից կօգտվեն եւ հետո կգան Հայաստան։
հասկանում եք, սա ակնհայտ մանիպուլյացիա է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, տեսեք, տարանցիկ անցումը Ադրբեջանը բացեց Հայաստանի համար, գիտենք, որ ապրանքներ են գալիս դեպի Հայաստան եւ փաստացի Ադրբեջանն էլ հիմա վերածվում է նույն տրամաբանությամբ Թուրքիայի նման պետության Հայաստանի համար։ Իհարկե նրանք երկուսն էլ որևէ դեպքում գոնե մեր սերնդում մեզ բարեկամ լինել չեն կարող։ Չեմ կարծում, որ Հայաստանում կան մարդիկ, որ կարող են բարեկամանալ Թուրքիի կամ ադրբեջանցու հետ, առավել եւս այսքան տարվա կոնֆլիկտից, այսքան արյունից եւ նաեւ այն անարդարության զգացումից, որը կա մեր ժողովրդի մոտ հետո։ Բայց Թշնամու հետ խոսում են, նույնիսկ եթե թշնամի համարենք նրանց, թշնամու հետ խոսում են, թշնամու հետ պայմանավորվում են, տեսեք Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, այո, ուղիղ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները խնդիրներ ունեին, բայց Պուտինը թռավ անկորիչ եւ հանդիպեց Տրամփի հետ, խոսեց, զրուցեց, ինչ-որ բան փորձեց պայմանավորել։ Մակրոնը եւ Պուտինն են երբեմն խոսում, թեև Ռուսաստանից ամեն օր հայտարարում են, որ Եվրամիությունը իրենց համար թշնամի է եւ նույնիսկ Սամվել Կարապետյանը ասում է, որ մենք բոլորի հետ պետք է ուժեղ լինենք բացի Եվրամիությունից։ Բայց միևնույն է Մակրոնը եւ Պուտինը խոսում են, Պուտինը չի խնդրում Սամվել Կարապետյանի Մակրոնի հետ խոսել իր փոխարեն։ Իսկ ինչու են Հայաստանի իշխանությունները կամ իշխանությունները չէ ներողություն ընդդիմությունը կամ այն մարդիկ, ովքեր գտնում են, որ թուրքերի հետ չի կարելի բարեկամություն, բացի բարեկամություն նաև առևտուր անել, կարծում, որ իրենց փոխարեն պիտի Ռուսաստանը խոսի թուրքերի հետ։ Ինչու մենք չենք կարող խոսել։ Պարոն Ղևոնդյան, գիտեք, որ շատ է ընտրությունների մասին խոսվում եւ ամենատարբեր երկընտրանքներ են առաջարկում նախ պատերազմի ու խաղաղության մասին լինել չլինելը, ժողովրդավար կամ ավտորիտար լինել չլինելու մասին է խոսք գնում։ Ինչ է կարծում իսկապես այս ընտրություններում այդ երկընտրանքն է, թե շատ ավելի մեծ գին է այս ընտրություններին դրված երկընտրանքի իմաստով։ Նկատի ունեմ պետություն գլխավոր հարցը, որ դրված է այստեղ, ժողովրդավարություն, ավտորիտարիզմ երկընտրանքն է, ընդ որում ժողովրդավարությունը բերելու է պետականության շարունակականության եւ ամրապնդման, ավտորիտարիզմը բերելու է պետականության հիմքերի քայքայման։ Այսինքն ժողովրդավարություն եւ ավտորիտարիզմ ասելով մենք չենք խոսում միայն նրա մասին, թե մենք կարողանալու ենք օրինակ քննադատել իշխանություններին, թե ոչ։ Մենք խոսում ենք նրա մասին Հայաստան պետությունը կարողանալու է շարունակել գոյություն ունենալ, որովհետև դրա միակ ճանապարհը ժողովրդավարությունն է, թե գնալու ենք ավտորիտարիզմի, որը քայքայելու է պետությունը եւ ի վերջո դառնալու ենք Բելարուսի նման պես կիսապետություն, կիսաֆորպոստ։ Շնորհակալ եմ, պարոն Ղևոնդյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք։